Բարև ձեզ, ես Նժդե Փիրումյանն եմ, քիչ անց կպատմեմ շատ հետաքրքիր պատմություն։ Աղջիկը կլինիկայում հոր ներկայությամբ տարօրինակ էր պահում իրեն, խուսափելով աչքի կոնտակտից և նյարդայնորեն շարժվելով աթոռի վրա։ Սկզբում անձնակազմը կարծում էր, որ դա բժշկի այցելությանը բնորոշ տագնապ է, բայց երբ բժիշկը կատարեց ուլտրաձայնային հետազոտություն, նա ապշած նայեց էկրանին և սկսեց խուճապի մատնվել։ Վաղ երեկոյան օդը իջել էր Սանտա Ռոզայի, Կալիֆոռնիայի Սոմա իշխանությունում տեղակայված համեստ քաղաքի վրա։ Բժիշկ Էվան Լամն այդ ժամացույցին, երբ շտապում էր դուրս գալ զննման սենյակից։ 52 տարեկանում նա հաստատվել էր որպես հարգված ընտանեկան բժիշկ արվարձանային թաղամասում, և նրա անկախ կլինիկան, որը բացվել էր ընդամենը մի քանի տարի առաջ, գեստադիլի կայուն կերպով ձևավորում էր պացիենտների բազա։ Ռոզա, կանչեց բժիշկ Լամը, մոտենալով բուժքույրական կետին։ Սա թողել է տիկին Էրնանդեսը։ Նա ակնոցի պատյանը հանձնեց հերթապահ բուժքրոջը։ Ես անմիջապես կզանգահարեմ նրան, պատասխանեց Ռոզան վերցնելով պատյանը և դնելով գրասեղանի դարակում։ Երբ բժիշկ Լամը շրջվեց, վերադառնալու իր զննման սենյակ, նա զննեց սպասասրահը, որն արդեն գրեթե դատարկ էր։ Քանի որ փակման ժամը մոտենում էր, նրա հայացքը կանգ առավ անկյունում նստած զույգի վրա, կապույտ պոլո շապիկով ամրակազմ մի տղամարդ և կարմիր գլխարկով, հուդիով, երիտասարդ մի աղջիկ։ Ճանաչումը փայլատակեց նրա դեմքին։ Մարկո, ձայն տվեց բժիշկ Լամը, մոտենալով ջերմ ժպիտով։ Մարկո Հալան, ճիշտ է, ես չգիտեի, որ այսօր գալու եք։ Մարկոն ոտքի կանգնեց, մեկնելով ձեռքը։ Բժիշկ Լամ, ուրախ եմ ձեզ տեսնել։ Մենք հարևաններ ենք, Մարկո, կլինիկայից դուրս կարող ես ինձ Էվան անվանել։ Նայի ուշադրությունը դարձրեց աղջկան, ով աչքերը կամել էր հատակին։ Իսկ սա պետք է լինի Լյուսյան։ Կարծում եմ, մենք նախկինում պատշաճ չենք ծանոթացել, թեև ես քեզ տեսել եմ թաղամասում։ Լյուսյան հազիվ արձագանքեց նրան, թեթև գլխով անելով, և երբեք չբարձրացրեց հայացքը։ Մենք շուտով կզբաղվենք ձեզնով, վստահեցրեց նրանց բժիշկ Լամը։ Պարզապես ավարտում եմ որոշ փաստաթղթային գործեր։ Վերադառնալով իր զննման սենյակ, բժիշկ Լամը նստեց գրասեղանի հետևում, դասավորելով նախորդ պացիենտի քարտերը։ Մեկ րոպե անց սենյակ մտավ նրա բուժքույր, օգնական Ռոզա Դելգատոն։ Նա սկսեց մեթոդաբար ախտահանել զննման սեղանը և սարքավորումները, նախապատրաստվելով հաջորդ պացիենտին։ Բժիշկ Լամ, ասաց Ռոզան ցածր ձայնով, այնտեղ գտնվող խոր և դստեր մեջ ինչ-որ տարօրինակ բան կա։ Բժիշկ Լամը կտրվեց իր թղթերից։ Ինչ նկատի ունես։ Ռոզայի հոնքերը կիտվեցին, մինչ նա մաքրում էր ուլտրաձայնային սարքը։ Երբ ես չափում էի աղջկա կենսական տվյալները, հայրը թույլ չէր տալիս նրան խոսել, նույնիսկ իր անունը ասելու համար։ Նա շարունակ պատասխանում էր ամեն ինչին նրա փոխարեն։ Նա տարուբերեց գլուխը։ Ես ստիպված էի անընդհատ հիշեցնել նրան, որ պետք է լսեմ անմիջապես աղջկանից։ Իսկ աղջիկը, Լյուսյան, նա աչքի կոնտակտ չի հաստատում։ Ոչ մի անգամ։ Բժիշկ Լամը հետ ընկավ աթոռին։ Ես ճանաչում եմ նրանց, Ռոզա։ Նրանք ապրում են ինձնից ընդամենը 3 տուն այն կողմ։ Մարկոն կարող է մի փոքր իշխող լինել։ Որոշ հայրեր այդպիսին են։ Ես նույնպես մեքսիկացի եմ, բժիշկ Լամ, պատասխանեց Ռոզան։ Եվ սա մշակութային չէ, սա ուրիշ բան է։ Նա լռեց, ապա ուսերը թոթվեց, բայց դուք նրանց ավելի լավ եք ճանաչում, քան ես։ Գուցե դա պարզապես նրանց ընտանեկան դինամիկան է։ Նա հանձնեց բժշկին աղջկա քարտը, և բժիշկ Լամի աչքերը լայնացան, երբ նա վերանայեց նշված ախտանիշները։ 1-4 տարեկան, հղիության ախտանիշներով, մրմնջաց նա։ Ռոզան մռայլ գլխով արեց։ Այդ իսկ պատճառով ես անհանգստացած եմ։ Ներս կանչիր նրանց, ասաց բժիշկ Լամը, ուղղելով իր սպիտակ խալաթը և հավաքելով դեմքի արտահայտությունը։ Դուռը բացվեց, և Մարկոն ներս ուղեկցեց Լյուսիային, ամուր բռնելով նրա ուսից։ Աղջիկը շարժվում էր այնպես, կարծես քայլում էր ձվի կեղևների վրայով։ Նրա մարմինը լարված էր, իսկ կարմիր հուդին ազատ կախված էր նրա մարմնի վրա։ Շնորհակալություն մեզ ընդունելու համար, բժիշկ, ասաց Մարկոն, զբաղեցնելով զննման սեղանի կողքի աթոռը, հատկապես այս ուշ ժամին։ Իհարկե, պատասխանեց բժիշկ Լամը, ինչ խնդիր կա։ Մարկոն հազաց, անհարմար տեսք ունենալով։ Հեշտ չէ սա ասելը, բայց աղջիկս հղի է։ Չնայած քարտի վրա դա տեսնելուն, այդքան բացահայտ լսելը ստիպեց բժիշկ Լամի ստամոքսը կծկվել։ Նա նայեց Լյուսիային, ով լուռ էր, հայացքը հառած ծնկներին դրված ձեռքերին։ Հասկանում եմ, զգուշորեն ասաց բժիշկ Լամը։ Լյուսիա, ինչպես ես քեզ զգում։ Նախքան նա կկարողանար պատասխանել, Մարկոն միջամտեց։
Նա ունենում է առավոտյան սրտխառնոց, հոգնածություն, իսկ վերջերս բողոքում է որովայնի ցավերից։ Բժիշկ Լամը ուշադրությունը պահեց Լյուսիայի վրա։ Լյուսիա, կնախընտրեիր ինքդ պատասխանել այս հարցերին։ Աղջիկը հազիվ նկատելի գլխով արեց։ Եվ ինչպես է տեղի ունեցել այս հրվիությունը, հարցրեց բժիշկ Լամը, կրկին հարցը ուղղելով Լյուսիային։ Մարկոն պատասխանեց. Նա ընկեր ունի։ Մենք չենք ուզում խոսել նրա մասին։ Նրա տոնը պարզ դարձրեց, որ թեման փակված է։ Բժիշկ, շարունակեց Մարկոն առաջ թեքվելով, մեզ պետք է որ սա գաղտնի մնա։ Ոչ ոք չպետք է իմանա սրա մասին։ Ոչ մեր հարևանները, ոչ էլ որևէ այլ ոք։ Պացիենտի գաղտնիությունը ստանդարտ ընթացակարգ է, պարոն Հալկոն, վստահեցրեց նրան բժիշկ Լամը, թեև նա տարօրինակ համարեց այդ շեշտադրումը։ Ես չեմ կարող քննարկել որևէ պացիենտի գործ ուրիշների հետ։ Լավ, դրխով արեց Մարկոն։ Բժիշկ Լամը շրջվեց դեպի Լյուսիան։ Ես կցանկանայի ուլտրաձայնային հետազոտություն անել, երեխային ստուդիելու եւ որոշելու համար, թե որ ժամկետում ես։ Համաձայն ես, Լյուսիա։ Նա գլխով արեց, դերևս չհանդիպելով նրա հայացքին։ Ռոզան կօգնի քեզ բարձրանալ զննան սեղանին, ասաց բժիշկ Լամը, պատրաստելով ուլտրաձայնային սարքը։ Դու պետք է բարձրացնես շապիկդ որովայնիցդ մի փոքր վերև։ Ռոզան նրբորեն ուղղորդեց Լյուսիային դեպի սեղանը։ Աղջիկը ցավից կծկվեց, երբ պառկեց մեջքի վրա։ Ցավում է, մեղմորեն հարցրեց Ռոզան։ Լյուսիան գլխով արեց։ Որովայնի ցավը գնալով ուժեղանում է, բացատրեց Մարկոն իր աթոռից։ Բժիշկ Լամը գելը քսեց Լյուսիայի որովայնին, նկատելով, թե ինչպես նա ցնցվեց իր հպումից։ Նա շարժեց տվիչը նրա փորի վրայով, ուշադիր նայելով էկրանին։ Այնինչ նա տեսավ, ստիպեց նրան կանգ առնել։ Սա, սկսեց նա, կարգավորելով սարքը ավելի լավ տեսարանի համար։ Լյուսիա, երևում է, որ դու մոտավորապես 28 շաբաթական հավի ես։ Մարկոյի աչքերը լայնացան։ Դա չի կարող ճիշտ լինել։ Այդքան ժամանակ չի անցել։ Բժիշկ Լամը խիստ նայեց նրան։ Դուք նրան նախկինում տարել եք մանկաբարձի մոտ։ Ոչ, ասաց Մարկոն, սա մեր առաջին այցն է բժշկի։ Բժիշկ Լամը շարունակեց զննել ուլտրաձայնային պատկերը։ Աղջիկ է, ասաց նա, ապա խոժոռվեց։ Բայց ես տեսնում եմ մի քանի մտահոգիչ նշաններ։ Նրա որովայնը չի համապատասխանում 28 շաբաթականի տիպիկ աճի չափանիշներին։ Սա ենթադրում է այն, ինչ մենք անվանում ենք ներարգանդային աճի սահմանափակում կամ յուգր։ Դա ինչ է նշանակում, հարցրեց Մարկոն։ Դա նշանակում է, որ երեխան նորմալ տեմպերով չի աճում։ Սա կարող է տեղի ունենալ պլացենտայի հետ կապված խնդիրների, մոր առողջական խնդիրների կամ պտղի վիճակի պատճառով։ Բժիշկ Լամը նորից տեղաշարժեց տվիչը, ուշադիր մոնիտորինգ անելով։ Ես նաև հայտնաբերում եմ պտղի սրտի անկանոն աշխատանք։ Նա շրջվեց, ուղիղ նայելով Մարկոյին։ Պարոն Հալկոն, ես խստորեն խորհուրդ եմ տալիս անմիջապես տանել Լյուսիային հիվանդանոց։ Նրան մասնագիտացված խնամք է պետք, որը ես չեմ կարող տրամադրել այստեղ, իմ կլինիկայում։ Մարկոյի դեմքը մտնեց, հիվանդանոց։ Ինչու պարզապես նրան դեղ չեք տալիս։ Սա պահանջում է առաջադեմ մոնիտորինգ եւ հնարավոր միջամտություն, համբերատար բացատրեց բժիշկ Լամը։ Հիվանդանոցն ունի անհրաժեշտ սարքավորումներ եւ մասնագետներ երեխայի զարգացումը պատշաճ կերպով վերահսկելու համար։ Նրանք կարող են կատարել դոպլեր հետազոտություններ, գնահատելու արյան հոսքը դեպի երեխան եւ ստուդիելու որևէ օրգանի թերզարգացում։ Մարկոն դիմադրող տեսք ուներ, բայց բժիշկ Լամը հաստատակամորեն շարունակեց։ Ես կարող եմ դեղատոմս գրել նախածննդյան վիտամինների, կալցիումի եւ ֆոլաթթվի համար սնուցմանը օգնելու նպատակով, բայց դա բավարար չէ։ Նա պետք է հետազոտվի հիվանդանոցում։ Նա գրեց դեղատոմսը եւ հանձնեց Մարկոյին։ Հարևանությամբ գտնվող դեղատունը դեռ բաց է։ Դուք կարող եք սա գնել, մինչ բուժքույր Ռոզան կօգնի մաքրել Լյուսիային։ Մարկոն տատանվելով նայեց բժշկի եւ դստեր միջև։ Նա լավ կլինի, վստահեցրեց նրան բժիշկ Լամը։ Մենք պարզապես կմաքրենք կելը եւ կտպենք ուլտրաձայնային պատկերները։ Նա կմիանա ձեզ դեղատանը մի քանի րոպեից։ Մարկոն դժկամորեն վերցրեց դեղատոմսը եւ դուրս եկավ սենյակից, դուռը փակելուց առաջ վերջին անգամ հետ նայելով Լյուսիային։ Հենց որ նա գնաց, Ռոզան սկսեց նրբորեն մաքրել գելը Լյուսիայի որովայնից։ Ամեն ինչ լավ է լինելու, սիրելիս, ասաց նա մեղմորեն։ Լյուսիայի աչքերը հանկարծակի լցվեցին արցունքներով։ Նա հարվածում է, երբ լսում է նրա ձայնը, շշնջաց նա։ Ես ատում եմ, որ նա հավանում է նրան։ Բժիշկ Լամը եւ Ռոզան տագնապալի հայացքներ փոխանակեցին։ Արտահայտությունը կախված մնաց օդում հղի երկիմաստությամբ։ Լյուսիա, զգուշորեն ասաց բժիշկ Լամը, ինչ նկատի ունես դրանով։
բայց Լյուսիան նորից նահանջել էր լռության մեջ։ Նրա ակնթարթային բացախոսությունը անհետացավ։ Բժիշկ Լամը փորձեց իմաստավորել նրա խոսքերը։ Գուցե նա նեղված էր իր հղիությունից եւ այդ զգացմունքները արտապատկերում էր հոր վրա, կամ գուցե Մարկոն բարկացել էր հղիության համար եւ նա վրդովմունք էր արտահայտում։ Եված է, ասաց նա մեղմորեն։ Հայրդ քեզ այստեղ բերեց, որովհետեւ մտահոգված է քո առողջությամբ։ Հիմա մենք պետք է կենտրոնանանք, համոզվելու, որ դու եւ երեխան լավ եք։ Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է, որ դու անմիջապես գնաս հիվանդանոց։ Նա հանձնեց Լյուսիային տպված ուլտրազայնային պատկերը եւ նա վերցրեց այն հայացքը գամված սև ու սպիտակ նկարին։ Նրա աչքերին պատկերը ավելի շատ վերացական բծի էր նման, քան որևէ ճանաչելի բանի։ Դրան ապակե վահանակի միջով բժիշկ Լամը տեսավ, որ Մարկոն վերադառնում է դեղատնից։ Պահը կորսված էր։ Ռոզան օգնեց Լյուսիային նստել եւ նրանք պատրաստվեցին դուրս գալ։ Բժիշկ Լամը դիտում էր, թե ինչպես Մարկոն վերցրեց դստերը, ձեռքը պինդ դրած նրա ուսին, մինչ նրանք դուրս էին գալիս կլինիկայից։ Մարկոյի եւ Լյուսիայի հեռանալուց հետո Ռոզան վերադարձավ զննման սենյակ։ Նրա դեմքը մտահոգ էր, մինչ նա հավաքում էր մնացած ուլտրազայնային տպվածքները։ 9:00 հայտարարեց նա, նայելով ժամացույցին։ Այսօրվա համար վերջ, չէ՞։ Բժիշկ Լամը գլխով արեց, դեռևս անհանգստացած Լյուսիայի առեղծվածային հայտարարությունից։ Այո, նրանք մեր վերջին պացիենտներն էին։ Ռոզան սկսեց անջատել ուլտրազայնային սարքը։ Նրա շարժումները արագ էին, բայց դեմքի արտահայտությունը մտախոհ։ Դա տարօրինակ էր, չեք կարծում, վերջապես հարցրեց նա։ Աղջիկը 28 շաբաթ թաքցրել է հղիությունը, եւ այն ինչ նա ասաց, երբ հայրը դուրս եկավ սենյակից։ Գիտեմ, համաձայնեց բժիշկ Լամը, հենվելով իր սեղանին, դա միանշանական սովոր էր։ Ինչ եք կարծում, ինչ նկատի ուներ նա։ Պնդեց Ռոզան այն մասին, որ երեխան հարվածում է, երբ լսում է հոր ձայնը, եւ որ ինքը ատում է, որ երեխան հավանում է նրան։ Բժիշկ Լամը ձեռքը տարավ մազերի միջով։ Ենթադրում եմ, որ նա այսքան ժամանակ թաքցրել է հղիությունը հորից։ Այդ պատճառով նա նոր է բերել նրան։ Գուցե նա բարկացել է, երբ իմացել է, եւ այդ պատճառով էլ աղջիկը արտահայտում է այդ զգացմունքները։ Ռոզան համոզված չէր, բայց նա կոնկրետ ասաց, որ երեխան հարվածում է, երբ լսում է հոր ձայնը, եւ նրան դա դուր չի գալիս։ Ձեզ դա տարօրինակ չի թվում։ Դա կարող է լինել դեռահասության հորմոնների բախումը հղիության հորմոնների հետ, առաջարկեց բժիշկ Լամը, թեև բացատրությունը նույնիսկ իրեն բավարար չթվաց։ Տրամադրության տատանումները եւ էմոցիոնալ անկայունությունը երկուսի դեպքում էլ տարածված են։ Ռոզան դանդաղ գլխով արեց, թեև կասկածը մնաց նրա աչքերում։ Հուսով եմ նրանք կգնան հիվանդանոց, ինչպես դուք ասացիք։ Ես նույնպես, ասաց բժիշկ Լամը։ Այդ երեխային պատշաճ հսկողություն է պետք։ Նրանք ավարտեցին կլինիկայի փակումը, անջատելով ռույսերը եւ կողպելով պահարանները։ Մյուս աշխատակիցներն արդեն գնացել էին, թողնելով միայն նրանց երկուսին շենքը ապահովելու համար։ Նրանք միասին դուրս եկան զով գիշերային օդ, կայանատեղին գրեթե դատարկ էր։ Բարի գիշեր, բժիշկ, ասաց Ռոզան, գնալով դեպի իր մեքենան։ Քեզ նույնպես, Ռոզա, կտեսնվենք վաղը։ Բժիշկ Լամը նստեց իր սեդանը, շարժիչը գործի դրվեց, եւ նա դուրս եկավ կայանատեղիից։ Նրա միտքը շարունակ վերարտադրում էր զննումը, խնդրելով հուշումներ հոր եւ դստեր փոխհարաբերությունների մեջ։ Ինչ որ բան սխալ էր թվում, բայց նա չէր կարողանում հասկանալ ինչը։ Երբ նա թեքվեց դեպի իր թաղամաս, փողոցի ռույսերը երկար ստվերներ էին գցում խաղաղ արվարձանային փողոցի վրա։ Նա դանդաղեցրեց ընթացքը, երբ մոտեցավ Հալկոնների տանը, որը գտնվում էր իր տնից 3 տուն այն կողմ։ Նրանց մեքենան կայանված էր մուտքի մոտ։ Նրանք չեն գնացել հիվանդանոց, մրմնջաց նա ինքն իրեն, կրծքում զգալով անհանգստության կայծ։ Նա շարունակեց վարել դեպի իր տուն, մտավ կայանատեղի եւ անջատեց շարժիչը։ Նստած իր մեքենայի մթության մեջ, նա բանավիճում էր ինքն իր հետ։ Գուցե նրանք չէին հասկանում իրավիճակի լրջությունը, անկանոն սրտխփոցը, աճի սահմանափակումը։ Սրանք փոքր խնդիրներ չէին, հատկապես 14-ամյա մոր համար։ Նա պարզապես պետք է ներս մտներ, ընթրեր եւ քներ։ Նրա պարտականությունը չէր հետապնդել պացիենտներին, ովքեր անտեսում էին իր բժշկական խորհուրդը, բայց Լյուսիայի խոսքերը արձագանքում էին նրա մտքում։ Նա արվածում է, երբ լսում է նրա ձայնը։ Ես ատում եմ, որ նա հավանում է նրան։ Բժիշկ Լամը դուրս եկավ մեքենայից եւ քայլեց փողոցով դեպի Հալկոնների տունը։ Ներսում ռույսերը վառվում էին, պատուհաններից ջերմ ռույս էր ճառագում։ Նա տատանվեց, ապա վճռականորեն թակեց դուռը։
Մի պահանց դուռը բացվեց, եւ Մարկոն կանգնեց այնտեղ զարմանքը դեմքին։ Նախքան այն կփոխարիներ չեզոք արտահայտությամբ։ Բժիշկ Լամ, ամեն ինչ կարգին է։ Ես պարզապես ստուգում էի, ասաց բժիշկ Լամը, փորձելով տոնը պահել սովորական։ Նկատեցի, որ ձեր մեքենան այստեղ է, եւ անհանգստացա, քանի որ խորհուրդ էի տվել անմիջապես տանել Լյուսիային հիվանդանոց։ Մարկոյի արտահայտությունը գրեթե աննկատ փոխվեց։ Այո, շնորհակալություն ձեր հոգատարության համար։ Լյուսիան գնացել է հիվանդանոց մոր հետ։ Ես մնացի տանը որոշ գործեր ավարտելու համար։ Բժիշկ Լամը թարթեց աչքերը, անակնկալի գալով այս տեղեկությունից։ Սա առաջին հիշատակումն էր, որ Լյուսիայի մայրը առկա է։ Հասկանում եմ, ասաց նա զգուշորեն։ Լավ է լսել դա։ Ես անհանգստանում էի երեխայի վիճակի համար։ Այո, դե նա հիմա հուսալի ձեռքերում է, ասաց Մարկոն կտրուկ տոնով։ Շնորհակալություն այցելելու համար, բժիշկ, բայց արդեն ուշ է, եւ ես ավարտելու գործ ունեմ։ Իհարկե գլխով արեց բժիշկ Լամը։ Կներեք անհանգստացնելու համար։ Բարի գիշեր, պարոն Հալկոն, բարի գիշեր։ Դուռը ամուր փակվեց նրա հետևից, թողնելով բժիշկ Լամին կանգնած շքամուտքում, ստամոքսում տհաճ անհանգստության զգացումով։ Երբ նա վերադառնում էր տուն, Մարկոյի բացատրությունը պտտվում էր նրա մտքում։ Նա կարող էր միայն հուսալ, որ դա ճշմարտություն էր։ Իր խոհանոցում բժիշկ Լամը բացեց սառնարանը եւ նայեց պարունակությանը։ Նրա խորժակը կորել էր այն կրծող զգացողությունից, որ ինչ-որ բան այն չէր այդ աղջկա հետ։ Նա վերցրեց նախորդ գիշերվա ընթրիքի մնացորդները, հավով պաստա եւ դրեց միկրոալիքային վառարանում։ Մինչ նա սպասում էր ուտելիքի տաքանալուն, Ռոզայի մտահոգությունները արձագանքում էին նրա մտքում։ Այն ձևը, որով Մարկոն վերահսկում էր խոսակցությունը, պատասխանելով Լյուսիային ուղղված հարցերին։ Աղջկա դժկամությունը աչքի կոնտակտ հաստատելու հարցում։ Նրա առեղծվածային մեկնաբանությունը երեխայի մասին։ Եվ հիմա Մարկոյի պնդումը, որ Լյուսիան գնացել է հիվանդանոց մոր հետ։ Միկրոալիքային վառարանը ազդանշան տվեց, բայց բժիշկ Լամը հազիվ նկատեց։ Նա մի բան հասկացավ։ Չնայած նրան, որ ավելի քան 1 տարի ապրում էր Հալկոնների ընտանիքից ընդամենը 3 տուն այն կողմ, նա հազվադեպ էր տեսել Լյուսիային կամ նրա մորը դրսում։ Նա գիտեր, որ Մարկոն աղջիկ ունի, բայց նրանց շփումները սահմանափակվել էին երթուղուց, երբեմն ձեռքով անելով կամ թավային հավաքույթներում կարճ փոխանակումներով, միշտ Մարկոյի հետ միայնակ։ Ինչ վերաբերում է կնոջը, նա նույնիսկ չէր կարողանում հիշել, թե վերջին անգամ երբ է տեսել նրան։ Նա տարավ ափսեն իր տնային գրասենյակ, փոքրիկ սենյակ գրասեղանով, համակարգչով եւ բժշկական գրքերով լցված գրադարաններով։ Ընթրիքը մի կողմ դնելով, նա բացեց նոութբուքը եւ մտավ Facebook։ Սա հավանաբար խախտում է մասնագիտական սահմանները, մրմնջաց նա ինքն իրեն։ Բայց ինչ որ բան այն չէ, նա փնտրեց Մարկո Հալկոնին եւ արագ գտավ նրա պրոֆիլը։ Մարկոյի գաղտնիության կարգավորումները նվազագույն էին, թույլ տալով բժիշկ Լամին դիտել նրա լուսանկարներն ու տեղեկությունները։ Նա թերթեց ընկերների ցուցակը փնտրելով մեկին, ով կարող էր լինել Լյուսիայի մայրը։ Դանիելա Ռիվերա, բարձրաձայն կարդաց նա։ Անունը թույլ ծանոթ հնչեց, կարծես վաղուց լսել էր։ Պրոֆիլի նկարը ինչ-որ բան արթնացրեց նրա հիշողության խորքում։ Կնոջ դեմքը նուրբ նմանություն ուներ Լյուսիայի հետ, եւ նա գրեթե համոզված էր, որ նախկինում տեսել է նրան ինչ-որ տեղ անցյալում։ Նա սեղմեց պրոֆիլի վրա, զննելով հանրությանը տեսանելի սահմանափակ տեղեկատվությունը։ Դանիելայի էջում քիչ թարմ լուսանկարներ կային Մարկոյի կամ Լյուսիայի հետ։ Փաստորեն թերթելով նրա ժամանակագրությունը, բժիշկ Լամը նկատեց ընտանեկան լուսանկարների ակնհայտ բացակայություն մի քանի տարի շարունակ։ Կային Դանիելայի նկարները աշխատանքային միջոցառումներին ընկերների հետ, բայց ոչ մեկը դստեր հետ։ Եթե նրանք ամուսնալուծված են, ապա դա տրամաբանական է, մտորեց նա բարձրաձայն։ Բայց այդ դեպքում ինչու Մարկոն ասաց, որ Լյուսիան գնացել է հիվանդանոց նրա հետ։ Բժիշկ Լամը գիտեր, որ դուրս է գալիս մասնագիտական սահմաններից, այս կերպ հետաքննելով իր պացիենտի ընտանիքը, բայց Լյուսիայի բարեկեցությունը եւ հնարավոր է անվտանգությունը գերակայեցին նրա տատանումներին։ Նա սեղմեց մեսենջերի կոճակը եւ սկսեց հաղորդագրություն գրել Դանիելային։ Բարև ձեզ Տիկին Ռիվերա։ Ներողություն եմ խնդրում այս կերպ կապ հաստատելու համար, բայց ես բժիշկ Եվան Լամն եմ, ընտանեկան բժիշկ, ով այսօր տեսել է ձեր դստերը Լյուսիային։ Պարզապես ցանկանում էի կրկին ստուդիել, թե ինչպես է անցնում հիվանդանոցային այցը։ Կներեք անհանգստության համար։
Նա տատանվեց ուղարկելուց առաջ, գիտակցելով, որ այս հաղորդագրությունը կարող է բարկացնել նրան կամ շփոթություն առաջացնել, բայց Լյուսիայի հանդեպ մտահոգությունը հաղթեց, եւ նա ուղարկեց հաղորդագրությունը։ Բժիշկ Լամը կերավ ընթրիքը, ժամանակ առ ժամանակ նայելով էկրանին պատասխանի ակնկալիքով։ Պատասխան չեկավ։ Նա լվաց ափսեն, հագավ ավելի հարմարավետ հագուստ եւ պատրաստվեց քնելուն, ստուգելով հեռախոսը վերջին անգամ։ Երբ նա պառկած էր անկողնում եւ նայում էր առաստաղին, հեռախոսը ազդանշան տվեց ծանուցման մասին։ Նա արագ վերցրեց այն, տեսնելով հաղորդագրություն Դանիել Ռիվերայից։ Ինչ հիվանդանոցային այց, Լյուսիայի հետ ինչ-որ բան է պատահել։ Նախքան նա կհասցներ պատասխան գրել, հեռախոսը սկսեց զանգել։ Facebook-ի զանգ Դանիելայից։ Նա նստեց անկողնում եւ պատասխանեց. «Ալո, բժիշկ Լամն է լսում»։ «Բժիշկ, ինչ է կատարվում»։ Դանիելայի ձայնը լարված էր անհանգստությունից։ «Ինչ նկատի ունեք հիվանդանոցային այցի տակ»։ «Ես Լյուսիայի հետ ոչ մի հիվանդանոցում չեմ»։ Բժիշկ Լամի սիրտը կանգ առավ։ «Տիկին Ռիվերա, ես տեսել եմ ձեր դստերը իմ կլինիկայում այս երեկո։ Նրան բերել էր հայրը, Մարկոն։ Նա հղի է, մոտավորապես 28 շաբաթական»։ Գծի մյուս կողմում լսվեց կտրուկ շնչառություն։ «Դա անհնար է», շշնջաց Դանիելան։ «Ես Լյուսիային չեմ տեսել գրեթե 3 տարի»։ Մարկոն եւ ես ամուսնալուծված ենք 10 տարի։ Նա ունի լիակատար խնամակալություն եւ ինձ թույլ չեն տալիս մոտենալ նրան։ Բժիշկ Լամը փակեց աչքերը, կտորները սկսեցին իրար միանալ։ «Տիկին Ռիվերա, ես պետք է հստակ բացատրեմ իրավիճակը։ Լյուսիան եկավ իմ կլինիկա Մարկոյի հետ այս երեկո։ Նա հղիության 3-րդ եռամսյակում է, ներարգանդային աճի սահմանափակմամբ, ինչը նշանակում է, որ պտուղը նորմալ տեմպերով չի աճում։ Սա կարող է տեղի ունենալ պլացենտայի հետ կապված խնդիրների, մոր առողջական խնդիրների կամ պտղի վիճակի պատճառով։ Նա դադար տվեց շունչ քաշելու համար։ Ես նաև հայտնաբերել եմ պտղի սրտի անկանոն աշխատանք։ Ես խորհուրդ տվեցի նրանց անմիջապես գնալ հիվանդանոց, որպեսզի մասնագետները կարողանան կատարել դոպլեր հետազոտություններ եւ գնահատել երեխայի զարգացումը։ Եթե կա օրգանների թերզարգացում, հատկապես թոքերի եւ ուղեղի, կամ բուժումներ, որոնք կարող են օգնել, քանի դեռ շատ ուշ չէ։ Դանիելան լուռ էր երկար ժամանակ, նախքան պատասխանելը։ Աստված իմ, վերջապես ասաց նա, ձայնը կոտրվելով։ Իմ երեխան։ Նա ընդամենը 14 տարեկան է։ Ինչպես կարող էր սա պատահել։ Ո՞վ է արել սա նրան։ Մարկոն ասաց, որ նա ընկեր ունի, պատասխանեց բժիշկ Լամը, թեև նա այժմ կասկածի տակ էր դնում այն ամենը, ինչ Մարկոն ասել էր իրեն։ Ես չգիտեմ ինչ անել, ասաց Դանիելան հուսահատ հնչերով։ Ես ուզում եմ տեսնել նրան հենց հիմա, բայց ինձ թույլ չեն տալիս մոտենալ նրան, արգելանքի հրամանը։ Նա ընդհատեց խոսքը։ Խնդրում եմ բժիշկ, համոզվեք, որ նա լավ է։ Եթե ոչ, զանգահարեք ոստիկանություն։ Ինձ չի հետաքրքրում, եթե Մարկոն ինձ բողոքարկի հրամանը խախտելու համար։ Խոսքը իմ դստեր մասին է։ Հասկանում եմ, վստահեցրեց նրան բժիշկ Լամը, բայց մենք պետք է զգույշ լինենք։ Լյուսիան նուրբ վիճակում է, եւ մենք չենք ուզում վաղաժամ ծննդաբերություն հրահրել նրան լրացուցիչ ստրես պատճառելով։ Դուք ճիշտ եք, դժկամորեն համաձայնեց Դանիելան։ Ինչ եք անելու։ Ես նորից կստուգեմ նրան, խոստացավ բժիշկ Լամը, եւ ձեզ տեղյակ կպահեմ։ Առայժմ հավանաբար լավագույն տարբերակն այն է, որ մնաք այնտեղ, որտեղ կաք։ Զանգն ավարտելուց հետո բժիշկը մտավ իր կլինիկայի էլեկտրոնային բժշկական գրառումները իր նոութբուքից։ Նա հանեց ուլտրաձայնային պատկերները Լյուսիայի զննումից, ուշադիր ուսումնասիրելով դրանք։ Պատկերները հաստատեցին նրա նախնական գնահատականը՝ սահմանափակ աճ, պոտենցիալ վտանգված պլացենտայի ֆունկցիա եւ մտահոգիչ նշաններ դեպի պտուղը արյան հոսքի նվազման մասին։ Սա նշանակում էր, որ ավելի քիչ թթվածին եւ սննդանյութեր էին հասնում երեխային, մի իրավիճակ, որը կարող էր արագորեն վատթարանալ։ Անկողնու կողքի ժամացույցը ցույց էր տալիս 22:15։ Ուշ էր տնային այցելությունների համար, բայց տղամարդը հստակ ստել էր նրան, մինչդեռ նրա դստերը բժշկական օգնություն էր պետք։ Բժիշկ Լամը որոշեց, որ սա չի կարող սպասել մինչև առավոտ։ Մինչ այդ տղամարդը կարող էր լինել աշխատանքի կամ մեկ այլ պատրվակ հորինել։ Բժիշկ Լամը արագ փոխեց հագուստը եւ դուրս եկավ տնից։ Գիշերը ավելի զովացել էր, թեթև մարախուղ սկսել էր իջնել արվարձանային թաղամասի վրա։ Հալկոնների տունը ուրվագծվում էր գիշերային երկնքի ֆոնին, պատուհանները դեռ լուսավորված էին։ Նա վճռականորեն մոտեցավ դռանը, պատրաստվելով դիմակայել Մարկոյին իր ստի համար եւ պնդել, որ Լյուսիան անհապաղ բժշկական օգնություն ստանա։ Նա ամուր թակեց,
փորձարկելով թե ինչ կասի, երբ Մարկոն պատասխանի, բայց երբ դուռը բացվեց, շեմին կանգնածը Մարկոն չէր։ Դա Լյուսիան էր, նրա աչքերը թեթևակի լայնացան, տեսնելով նրան։ «Բժիշկ Լամ», շշնջաց նա, նյարդայնորեն նայելով ուսի վրայով։ «Լյուսիա», ասաց նա մեղմորեն, «դու գնացիր հիվանդանոց»։ Նա գլխով արեց, ոչ մատները խաղալով Հուդիի եզրի հետ։ «Լյուսիա, ինձ պետք է, որ դու ճշմարտությունն ասես», ասաց բժիշկ Լամը, ձայնը ցածր պահելով։ «Ինչ է կատարվում այստեղ։ Ինչու է իր այդքան երկար թաքցնում հվիությունդ»։ Լյուսիան բացեց բերանը խոսելու, բայց նախքան որևէ բան ասելը, Մարկոյի ձայնը որոտաց տան ներսից։ «Ով է Լյուսիա»։ «Առաքիչն է։ Ինչու է այդքան երկար տևում»։ Վախը փայլատակեց Լյուսիայի դեմքին։ «Խնդրում եմ գնացեք», շշնջաց նա, արդեն փակելով դուռը։ «Խնդրում եմ»։ Բժիշկ Լամը ձեռքը դրեց դրան վրա, կանխելով դրա ամբողջական փակվելը։ «Լյուսիա, ես կարող եմ օգնել քեզ»։ «Թույլ տուր օգնել քեզ»։ «Ես չեմ կարող», շնչեց նա, հրելով դուռը։ Բժիշկ Լամը կանգնած էր շքամուտքում, երկմտելով։ Տեխնիկապես նա կատարել էր իր պարտքը։ Նա տեղեկացրել էր Մարկոյին ռիսկերի մասին և հորդորել դիմել հիվանդանոցային խնամքի։ Նա չէր կարող ստիպել նրանց հետևել իր խորհրդին։ Բայց այդ տան մեջ ինչ-որ բան սխալ էր թվում, խորապես սխալ, և նա չէր կարողանում ստիպել իրեն հեռանալ։ Նա խոստում էր տվել Դանիելային, և այդ խոստումը դեռ ուժի մեջ էր։ Երբ նա շրջվեց հեռանալու, դուռը նորից բացվեց։ Այս անգամ շեմին կանգնած էր Մարկոն, դեմքը մթագնած զայրույթից։ «Բժիշկ Լամ», ասաց նա, ձայնը լարված, «ինչու եք շարունակ գալիս իմ տուն»։ «Ուշ երեկո է, պարոն Հալկոն», սկսեց բժիշկ Լամը, պայքարելով տոնը պրոֆեսիոնալ պահելու համար, «ես անհանգստացած եմ Լյուսիայի վիճակով։ Դուք ինձ ասացիք, որ նա գնացել է հիվանդանոց մոր հետ, բայց ես հենց նոր իմացա, որ դա ճիշտ չէ»։ Մարկոյի ծնոտը սեղմվեց։ «Դուք ստուգում եք ինձ, թե ում մոտ եմ տանում աղջկաս, ձեր գործը չէ»։ Որպես նրա բժիշկ, նրա առողջությունը իմ գործն է, հակադարձեց բժիշկ Լամը։ «Երեխայի վիճակը լուրջ է։ Բուժման ուշացումը կարող է հանգեցնել բարդությունների կամ ավելի վատի»։ Մարկոն չարացած նայեց նրան, պատրաստվում էր պատասխանել, երբ կողքի հարևանի տանը լույս վառվեց։ Բարաքույրը շարժվեց, ինչ-որ մեկը հստակ դիտում էր ուշ գիշերային առճակատումը շքամուտքում։ Մարկոյի պահվածքը կտրուկ փոխվեց։ «Գուցե մենք պետք է շարունակենք այս խոսակցությունը ներսում», առաջարկեց նա, ձայնը հանկարծակի հաշտվողական դարձավ։ «Կարիք չկա անհանգստացնել ամբողջ թավամասին»։ Բժիշկ Լամը տատանվեց, ապա գլխով արեց։ Մարկոն հետ քաշվեց, թույլ տալով նրան մտնել տուն։ Հյուրասենյակը նոսր էր կահավորված, մաշված բազմոց, սուրճի սեղան և պատից կախված հեռուստացույց։ Լյուսիան նստած էր բազմոցի եզրին, ձեռքերը ծալած ծնկներին, աչքերը հառած հատակին։ «Լյուսիա», ասաց բժիշկ Լամը մեղմորեն, «ինչպես ես քեզ զգում»։ Մարկոն ընդհատեց նախքան նա կկարողանար պատասխանել։ «Նա լավ է, պարզապես հոգնած։ Հվի կանայք հոգնում են, չէ՞, բժիշկ»։ Բժիշկ Լամը շրջվեց, ուղիղ նայելով Մարկոյին։ «Պարոն Հալան, դուք պետք է հասկանաք իրավիճակի լրջությունը։ Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց տվեց ներարգանդային աճի սահմանափակում և պտղի սրտի անկանոն աշխատանք։ Այս պայմանները պահանջում են անհապաղ բժշկական ուշադրություն։ Եվ մենք կստանանք այդ ուշադրությունը», պատասխանեց Մարկոն, տոնը հանգստացնող, բայց աչքերը սառը։ «Վաղը առավոտյան առաջին հերթին»։ «Ինչու սպասել», պնդեց բժիշկ Լամը։ «Ինչու ոչ այսօր, որովհետև ուշ է», ասաց Մարկոն, ցույց տալով պատի ժամացույցը։ «Լյուսիային հանգիստ է պետք, նա ուժասպառ է, և նրան քարշ տալ շտապ օգնության բաժանմունք, որտեղ մենք ժամերով նստելու ենք, այն չէ, ինչ նրան պետք է հիմա։ Երեխան կարող է վտանգի մեջ լինել», վիճեց բժիշկ Լամը։ «Յուրաքանչյուր ժամը հաշվված է այսպիսի իրավիճակում»։ Մարկոյի արտահայտությունը կարծրացավ։ «Երեխան գիշերվա ընթացքում չի մահանա»։ Բժիշկ Լամը ցնցվեց հայտարարության անտարբերությունից։ Նախքան նա կհասցներ պատասխանել, դրան զանգը հնչեց։ Մարկոյի ուսերը թեթևակի թուլացան։ «Դա առաքումն է, ես ընթրիք եմ պատվիրել մեզ համար»։ Նա դարձավ դեպի Լյուսիան։ «Սպասիր այստեղ բժշկի հետ, ես կվերցնեմ ուտելիքը»։ Երբ Մարկոն գնաց դեպի դուռը, բժիշկ Լամը օգտվեց առիթից, մոտենալու Լյուսիային։ «Դու լավ ես», հարցրեց նա ցածրաձայն։ «Կա մի բան, որ ուզում ես ինձ ասել»։ Լյուսիան նայեց դեպի դուռը, որտեղ հայրը վճարում էր առաքիչին, գրպաններում մանր փնտրելով։ Ապա արագ Լյուսիան ձեռքը տարավ գրպանը և հանեց մի քանի ծալված լուսանկարներ։
Նա խոթեց դրանք բժիշկ Լամի ձեռքը ճիշտ այն պահին, երբ Մարկոն շրջվեց դեպի նրանք։ Բժիշկ Լամը զգուշորեն սահեցրեց լուսանկարները իր բաճկոնի գրպանը, առանց դրանց նայելու։ Լյուսիան թեքվեց մոտ եւ շշնջաց. «Ննջասենյակում էլի կան։ Ես կօգնեմ քեզ», խոստացավ բժիշկ Լամը, ձայնը ցածր պահելով։ «Դու շատ քաջ ես»։ Մարկոն վերադարձավ պիցցայի տուփով։ «Ինչի մասին եք խոսում»։ Լյուսիան ինձ ասում էր, որ սոված է, սահուն հնարեց բժիշկ Լամը։ «Ինչը լավ է, նրան պետք է պատշաճ սնուցում»։ «Տեսնում եք, ես լավ հայր եմ», ասաց Մարկոն, պիցցան դնելով սուրճի սեղանին։ «Ես համոզվում եմ, որ նա լավ է ուտում»։ Նա դարձավ դեպի բժիշկ Լամը։ Նրա պահվածքը պաշտպանականից փոխվեց արհամարականի։ «Դե ես գնահատում եմ ձեր հոգատարությունը, բժիշկ, բայց ուշանում է։ Ինչպես դուք ինքներդ ասացիք, հղի կանանց հանգիստ է պետք։ Եթե նա պատշաճ չքնի, դա վատ կլինի նաև երեխայի համար, այնպես չէ»։ Բժիշկ Լամը ճանաչեց մերժումը։ «Այո, հանգիստը կարևոր է», զիջեց նա, «բայց բժշկական օգնությունը նույնպես»։ «Եվ նա կստանա այն վաղը առավոտյան առաջին հերթին», պնդեց Մարկոն։ «Խոստանում եմ»։ Չտեսնելով ավելի առաջ գնալու ճանապարհ, առանց իրավիճակը սրելու, բժիշկ Լամը դժկամորեն ուղղվեց դեպի դուռը։ «Ես կստուդիեմ վաղը, թե ինչպես է անցել հիվանդանոցային այցը», ասաց նա, հստակ հաղորդագրություն, որ նա սա բաց չի թողնի։ «Իհարկե», պատասխանեց Մարկոն, ժպիտը չհասնելով աչքերին։ «Բարի գիշեր, բժիշկ»։ Երբ բժիշկ Լամը դուրս եկավ, նա պատուհանից հետ նայեց եւ տեսավ Մարկոյին ու Լյուսիային սեղանի մոտ նստած, պիցցայի տուփը բացված նրանց միջև։ Մարկոն խոսում էր, ժեստերը աշխույժ, մինչդեռ Լյուսիան նստած էր անշարժ, աչքերը խոնարհած։ Տուն վերադառնալուն պես բժիշկ Լամը արագ հանեց լուսանկարները գրպանից։ Այն, ինչ նա տեսավ, սառեցրեց նրա արյունը։ Կար 4 լուսանկար, որոնցից յուրաքանչյուրը ցույց էր տալիս Լյուսիային մերկուսցյան տարբեր փուլերում մի տեղ, որը նման էր մահճակալի, եւ Մարկոն հստակ երևում էր պատկերներում։ Լուսանկարները փաստագրում էին բռնությունը գրաֆիկական մանրամասնությամբ։ «Տեր Աստված», շշնջաց բժիշկ Լամը, ձեռքերը դողալով զայրույթից եւ զզվանքից։ Նա արագ դրեց լուսանկարները երեսնի վայր իր սեղանին, ի վիճակի չլինելով այլևս նայել դրանց։ Լյուսիայի խոսքերը կլինիկայից արձագանքեցին նրա մտքում սարսափելի նոր համատեքստով։ Նա հարվածում է, երբ լսում է նրա ձայնը։ Ես ատում եմ, որ նա հավանում է նրան։ Ճշմարտությունը փլվեց նրա վրա ֆիզիկական ծանրության պես։ Մարկոն պարզապես Լյուսիայի հայրը չէր։ Նա նրա երեխայի հայրն էր, չկար ընկեր։ Կար միայն դիշատիչ եւ նրա զոհը, որոնք ապրում էին ընդամենը 3 տուն այն կողմ։ Բժիշկ Լամը վերցրեց հեռախոսը եւ հավաքեց 911։ Արտակարգ իրավիճակների ծառայություն, լսվեց դիսպետչերի ձայնը։ «Որն է ձեր արտակարգ իրավիճակը»։ «Ես պետք է հաղորդեմ երեխայի նկատմամբ բռնության եւ վտանգի մասին», ասաց բժիշկ Լամը, ձայնը հաստատուն պահելով, չնայած ներսում տիրող խառնաշփոթին։ «Մեկ 4-ամյա աղջիկ, ով 28 շաբաթական հավի է։ Հայրը բռնարարն է, եւ աղջիկն ու նրա չծնված երեխան անհապաղ բժշկական օգնության կարիք ունեն»։ Մինչ ոստիկանության ժամանելուն սպասելը, բժիշկ Լամի միտքը սլանում էր։ Նրա տրամադրության տակ գտնվող լուսանկարները մեղադրական ապացույցներ էին, բայց նա պետք է համոզվեր, որ դրանք կհասնեն պատկան մարմիններին։ Նա նաև պետք է զգուշացներ Դանիելային կատարվածի մասին։ Նա իր հեռախոսով լուսանկարեց տպված լուսանկարները, համոզվելով, որ պատկերները բավականաչափ պարզ են, որպես ապացույց ծառայելու համար, եթե բնօրինակները ինչ-որ կերպ կորչեն կամ ոչնչացվեն։ Այնուհետև նա ուղարկեց դրանք Դանիելային Facebook Messenger-ով, կարճ հաղորդագրության հետ միասին, որտեղ բացատրում էր, որ կապվել է ոստիկանության հետ, եւ նրանք ճանապարհին են դեպի Մարկոյի տուն։ Նրա հեռախոսը զանգեց գրեթե անմիջապես։ Դանիելան հետ էր զանգում։ «Ես գալիս եմ այնտեղ հենց հիմա», ասաց նա, ձայնը հուզմունքից խռպոտ։ «Այդ հրեշը, ես ինքս կսպանեմ նրան»։ «Դանիելա, խնդրում եմ, թողեք ոստիկանությունը զբաղվի սրանով», հորդորեց բժիշկ Լամը։ «Նրանք ճանապարհին են։ Ամենակարևորը հիմա Լյուսիային այդ տնից անվտանգ դուրս հանելն է եւ հիվանդանոց հասցնելը»։ «Ինչպես կարող էր սա պատահել», հեկեկաց Դանիելան։ «Ինչպես կարող էր նա անել սա իր սեփական դստերը։ Ես գիտեի, որ ինչ-որ բան սխալ է, երբ նա այդքան ուժեղ պայքարում էր խնամակալության համար, բայց երբեք չէի պատկերացնում, երբեք չէի մտածի, որ նա կաներ»։ «Ցավում եմ», ասաց բժիշկ Լամը, չգտնելով ավելի մխիթարական խոսքեր, «բայց Լյուսիան օգնության ձեռք մեկնեց այս գիշեր։ Նա անհավանական քաջ էր, եւ հիմա մենք կարող ենք նրան հեռացնել նրանից»։ «Ես դեռ գալիս եմ», պնդեց Դանիելան։ «Ես պետք է լինեմ դստերս կողքին»։
Իհարկե համաձայնեց բժիշկ Լամը։ Պարզապես խնդրում եմ։ Սկզբում թույլ տվեք ոստիկանությանը անել իրենց գործը։ Անջատելուց հետո բժիշկ Լամը քայլում էր հյուրասենյակում, ամեն մի քանի րոպեն մեկ ստուգելով պատուհանը ոստիկանության ժամանման նշանների համար։ Թվում էր ժամեր են անցել, թեև ժամացույցը ցույց էր տալիս, որ ընդամենը 20 րոպե է անցել նրա զանգից։ Վերջապես նա տեսավ ոստիկանական մեքենաների թարթող լույսերը, որոնք թեքվում էին իրենց փողոց, շարժվելով դանդաղ, առանց ազդանշանների, մարտավարական մոտեցում Մարկոյին չզգուշացնելու համար։ Բժիշկ Լամը շտապեց դուրս դիմավորելու նրանց։ 3 ոստիկանական մեքենա կայանեցին Հալկոնների տնից փոքր հեռավորության վրա։ 6 սպա դուրս եկան, եւ բժիշկ Լամը մոտեցավ նրան, ով թվում էր թե ղեկավարում էր։ Բժիշկ Եվան Լամ, ներկայացավ նա։ Ես եմ զանգահարել, սպան գլխով արեց։ Դետեկտիվ Մորալես, դուք ունեք սեռական բռնության ապացույցներ։ Բժիշկ Լամը հանձնեց լուսանկարները։ Սրանք ինձ տվել է զոհը 1 ժամից քիչ առաջ։ Նա նշեց, որ տանը ավելին կան։ Դետեկտիվ Մորալեսը զննեց լուսանկարները, նրա դեմքը քարացավ, եւ աղջիկը հղի է։ Այո, 28 շաբաթական, լուրջ բժշկական մտահոգություններ կան թե նրա, թե երեխայի համար։ Նրան անհապաղ հիվանդանոցային խնամք է պետք։ Մեկ այլ սպա մոտեցավ։ Տունը հանգիստ է, դետեկտիվ, լույսերը դեռ վառվում են ներսում։ Լավ, ասաց դետեկտիվ Մորալեսը, հանձնելով լուսանկարները մեկ այլ սպայի, ով դրեց դրանք ապացույցների պայուսակի մեջ։ Բժիշկ Լամ, խնդրում եմ սպասեք այստեղ։ Մենք կմոտենանք տանը։ Սպաները շարժվեցին դեպի Հալկոնների տունը, ռազմավարական դիրքավորվելով սեփականության շուրջ։ Դետեկտիվ Մորալեսը եւ մեկ այլ սպա գնացին դեպի մուտքի դուռը, մինչդեռ մյուսները փակեցին հնարավոր փախուստի ճանապարհները։ Բժիշկ Լամը դիտում էր, թե ինչպես դետեկտիվ Մորալեսը ամուր թակեց դուռը։ Պատասխան չկար։ Նա նորից թակեց, այս անգամ ավելի բարձր, հայտարարելով ոստիկանության ներկայության մասին։ Դեռ ոչինչ։ Սպաները հայացքներ փոխանակեցին։ Դետեկտիվ Մորալեսը խոսեց ռադիոկապով։ Եվ րոպեներ անց տան հետևի մասում գտնվող սպաները հաստատեցին, որ ներսում շարժում են տեսնում, բայց ոչ ոք չի մոտենում դռանը։ Եվս մի քանի փորձից հետո դետեկտիվ Մորալեսը որոշում կայացրեց։ Մենք ներս ենք մտնում, հայտարարեց նա իր թիմին։ Հնարավոր վտանգված անչափահաս ներսում։ Մի սպա առաջ բերեց դուռը ջարդող գործիք։ Նրանք դիրքավորեցին այն դռան դեմ, եւ 3 ուժեղ հարվածով դռան շրջանակը կոտրվեց եւ տեղի տվեց։ Բժիշկ Լամը մնաց բարագծում, ինչպես հրահանգված էր, լարվելով տեսնելու, թե ինչ է կատարվում։ Սպաները մտան տուն, բղավելով։ Ոստիկանություն, Սանտա Ռոզայի ոստիկանության բաժին։ Հարևանները սկսել էին դուրս գալ իրենց տներից, գրավված իրարանցումից։ Մարկոյի կողքի զույգը տարեց ամուսիններ, ովքեր դիտել էին ավելի վաղ տեղի ունեցած առճակատումը իրենց պատուհանից, մոտեցան բժիշկ Լամին։ Ինչ է կատարվում, հարցրեց կինը սեղմելով խալաթը պարանոցի մոտ։ Նախքան բժիշկ Լամը կկարողանար պատասխանել, տան ներսից բղավոցներ լսվեցին, որին հաջորդեցին սպաների, աստիճաններով վերև վազելը։ Այնուհետև ավելի շատ բղավոցներ, այս անգամ տան դրսից։ Այնտեղ տանիքին ինչ-որ մեկը գոռաց։ Բժիշկ Լամը վերև նայեց եւ տեսավ Մարկոյին, ով ձեռնահարկի պատուհանից դուրս էր գալիս ավտոպնակի տանիքի վրա։ Նա քաշում էր Լյուսիային իր հետևից, բռնած նրա դաստակից, մինչ աղջիկը պայքարում էր հավասարակշռությունը պահպանել թեք մակերեսի վրա։ Հետ մնացեք, գոռաց Մարկոն տեսնելով ներքևում գտնվող սպաներին։ Ես նրան ցած կհրեմ, եթե ավելի մոտենաք։ Մենք ընտանիք ենք։ Եթե ես գնում եմ հատակը, մենք բոլորս միասին ենք գնալու։ Լյուսիան լալիս էր, ազատ ձեռքով պաշտպանողաբար ծածկելով հղի փորը։ Խնդրում եմ, մի արա, աղաչում էր նա։ Ձայնը տարածվում էր գիշերային օդում։ Խնդրում եմ, օգնեք ինձ։ Ներքևում գտնվող ոստիկանությունը անմիջապես հետ քաշվեց, ռադիոկապով լրացուցիչ աջակցություն կանչելով։ Բժիշկ Լամը լսեց, թե ինչպես են նրանք պահանջում պարամեդիկներ եւ մի բան, որը հնչում էր որպես փչովի վայրեջքի հարթակ։ Մարկո կանչեց բժիշկ Լամը, առաջ քայլելով չնայած սպայի զգուշացմանը։ Մի արա դա, ոստիկանությունն ունի լուսանկարները։ Նրանք գիտեն ամեն ինչ։ Մարկոյի դեմքը ծռմռվեց զայրույթից։ Դու տվեցիր նրան այդ նկարները, փոքրիկ պոռնիկ, թքեց նա Լյուսիայի վրա։ Այն ամենից հետո, ինչ ես արել եմ քեզ համար, դու արժանի չես ապրելու մեքենան արգելակների ճռնչով, կանգ առավ ոստիկանական պարագծի եզրին։ Դանիելան դուրս թռավ, վազելով դեպի տունը, նախքան սպան կկանգնեցներ նրան։ Դա իմ աղջիկն է, գոռաց նա,
պայքարելով սպայի զսպման դեմ։ Լյուսիա, ես այստեղ եմ փոքրիկս։ Ես այստեղ եմ, Լյուսիայի արցունքով դեմքը շրջվեց դեպի մոր ձայնը։ Նան։ Ակնթարթային շեղումը բավական էր, որպեսզի Մարկոն Լյուսիային ավելի մոտ քաշեր տանիքի եզրին։ Ներքևում գտնվող սպաներին հաջողվել էր տեղակայել մեծ փչովի անվտանգության բարձիկ, դիրքավորելով այն նրանց կանգնած տեղի տակ։ Մարկո Հալան կանչեց դետեկտիվ Մորալեսը բարձրախոսով։ Սա դետեկտիվ Մորալեսն է Սանտա Ռոզայի ոստիկանության բաժնից։ Բաց թող աղջկան եւ հանձնվիր, գնալու տեղ չունես։ Բժիշկ Լամը տեսնում էր, որ սպաները հիմա դիրքավորվում էին ձեղնահարկի պատուհանի մոտ, պատրաստ բռնել Մարկոյին հետևից, բայց Մարկոն նույնպես տեսավ նրանց։ Հետ մնացեք, գոռաց նա, Լյուսիային ավելի մոտ քաշելով եզրին։ Ես ցած կնետվեմ նրա հետ, եթե ստիպված լինեմ։ Դանիելան ազատվեց նրան պահող սպայից։ Խնդրում եմ Մարկո, նա մեր դուստրն է։ Մի վնասիր նրան, նա իմն է, Մարկոն մռնչաց։ Դու երբեք արժանի չես եղել նրան։ Դու երբեք արժանի չես եղել նրանցից ոչ մեկին։ Այդ պահին բժիշկ Լամը սարսափով հասկացավ, որ Մարկոն վերաբերվում էր եւ Լյուսիային, եւ նրա չծնված երեխային որպես իր սեփականության, իրենը վերահսկելու, իրենը ոչնչացնելու համար։ Ձեղնահարկի պատուհանի մոտ գտնվող սպաները սկսեցին դուրս գալ տանիք։ Մարկոն տեսնելով, որ փախուստի ճանապարհը փակված է եւ իշխանությունները մոտենում են, կայացրեց իր որոշումը։ Ոչ, գոռաց բժիշկ Լամը, բայց արդեն շատ ուշ էր։ Մարկոն հրեց Լյուսիային տանիքից։ Նա ընկավ սարսափած ճիչով, բայրեջք կատարելով ներքևում գտնվող փչովի անվտանգության բարձիկի վրա։ Սպաները անմիջապես շտապեցին օգնության, մինչդեռ մյուսները նետվեցին դեպի Մարկոն, ով փորձեց ցատկել այլ ուղությամբ, փախչելու համար։ Նա հեռու չգնաց։ Երկու սպա տապալեցին նրան թռիչքի մեջ, գցելով տանիքի մակերեսին այնքան ուժով, որ շնչառությունը կտրվեց։ Նրանք արագ ձեռնաշղթաներ հագցրին նրան եւ սկսեցին իջեցնելու գործընթացը, թեև զգալիորեն ավելի քիչ նրբանկատությամբ, քան ցուցաբերել էին Լյուսիայի նկատմամբ, բժիշկ Լամը շտապեց այնտեղ, որտեղ Լյուսիան պառկած էր անվտանգության բարձիկի վրա։ Պարամեդիկներն արդեն ստուգում էին նրա կենսական տվյալները։ Ես նրա բժիշկն եմ, բացատրեց նա ծնկի իջնելով նրա կողքին։ Լյուսիա, լսում ես ինձ։ Նրա աչքերը թարթելով բացվեցին, արցունքները հոսում էին դեմքով։ Երեխան, շշնջաց նա, երեխան լավ է։ Բժիշկ Լամը մեղմ ձեռքը դրեց նրա որովայնին, զգալով շարժում։ Արի տանենք քեզ հիվանդանոց համոզվելու համար, բայց կարծում եմ նա լավ կլինի։ Դու շատ քաջ էիր, Լյուսիա, շատ քաջ։ Գիշերային օդը լցված էր ոստիկանական մեքենաների եւ շտապօգնության մեքենաների թարթող ռույսերով։ Սպաները ձեռնաշղթայված Մարկոյին տանում էին դեպի սպասող մեքենան։ Նրա դեմքը ծռմռված էր զայրույթից։ Երբ նրանք անցնում էին Դանիելայի կողքով, ով անհանգիստ դիտում էր, թե ինչպես են պարամեդիկները խնամում Լյուսիային, Մարկոն թքեց նրա ուղությամբ։ Սա քո մեղքն է, մռնչաց նա։ Դու երբեք իսկական մայր չես եղել նրա համար։ Դանիելան առաջ նետվեց, նրա ինքնատիրապետումը փշրվեց։ Դու հրեշ, այն, ինչ դու արեցիր մեր դստեր հետ։ Դու մարդ չես։ Սպան կանգնեց նրանց մեջտեղում, հետ տանելով Դանիելային, մինչ նրա գործընկերները հրեցին Մարկոյին դեպի ոստիկանական մեքենան։ Նա պետք է ընդմիշտ նեղի բանտում, հեկ եկած Դանիելան, երբ բժիշկ Լամը մոտեցավ նրան։ Ես միշտ գիտեի, որ ինչ-որ բան սխալ է նրա հետ, բայց սա դուք չէիք կարող իմանալ, ասաց բժիշկ Լամը մեղմորեն։ Մարկոյի նման գիշատիչները փորձագետ են իրենց իրական էությունը թաքցնելու հարցում։ Պարամեդիկները կայունացրել էին Լյուսիային պատգարակի վրա եւ պատրաստվում էին տեղափոխել շտապօգնության մեքենա։ Բժիշկ Լամը ուղեկցեց Դանիելային դեպի նրանց։ Նա ձեր կարիքն ունի հիմա, ասաց նա։ Կենտրոնացեք Լյուսիայի վրա, ոչ թե նրա։ Դանիելան գլխով արեց, սրբելով արցունքները դեմքից, երբ մոտեցավ պատգարակին։ Երբ Լյուսիան տեսավ մորը, նրա աչքերը լցվեցին թարմ արցունքներով։ Մամ, շշնջաց նա, մեկնելով դողացող ձեռքը։ Ես կարոտել էի քեզ։ Դանիելան վերցրեց դստեր ձեռքը, համբուրելով այն, մինչ արցունքները հոսում էին դեմքով։ Ես էլ էի քեզ կարոտել, փոքրիկս, այնքան շատ։ Ես այստեղ եմ հիմա, եւ երբեք այլևս քեզ չեմ լքի։ Բժիշկ Լամը մոտեցավ գլխավոր պարամեդիկին։ Ես նրա բժիշկն եմ։ Կցանկանայի ուղեկցել ձեզ հիվանդանոց, եթե դեմ չեք, պարամեդիկը գլխով արեց։ Մեզ պետք կգա ձեր կարծիքը նրա վիճակի վերաբերյալ, բժիշկ։ Մինչ նրանք տեղափոխում էին Լյուսիային շտապօգնության մեքենա, դետեկտիվ Մորալեսը մոտեցավ բժիշկ Լամին։ Բժիշկ, մենք պետք է խոսենք ձեզ հետ հիվանդանոցում։
Եվ ձեզ հետ նույնպես տիկին, ավելացրեց նա Դանիելային, բայց հիմա գնացեք ձեր դստեր հետ։ Մենք կհանդիպենք ձեզ այնտեղ։ Դանիելան բարձրացավ շտապօգնության մեքենա Լյուսիայի կողքին, երբեք բաց չթողնելով դստեր ձեռքը։ Բժիշկ Լաամը հետևեց, նստելով նրանց դիմաց, մինչ պարամեդիկները շարունակում էին վերահսկել Լյուսիայի կենսական տվյալները։ Շտապօգնության մեքենայի մեջ բժիշկ Լաամը օգտագործեց իր ստետոսկոպը, լսելու երեխայի սրտի աշխատանքը։ Սրտի աշխատանքը դեռ անկանոն է, բայց ուժեղ, ասաց նա Լյուսիային։ Անկումը կարծես որևէ անմիջական վնասվածք չի պատճառել, բայց հիվանդանոցը ավելի մանրակրկիտ զննում կկատարի։ Շտապօգնության մեքենան սլանում էր Սանտա Ռոզայի խավաղ փողոցներով, ազդանշանը միացրած։ Բժիշկ Լաամը դիտում էր, թե ինչպես է Դանիելան շոյում Լյուսիայի մազերը, շշնջալով հանգստացնող խոսքեր։ Չնայած բաժանման տարիներին, նրանց կապը պահպանվել էր որպես ընտանեկան կապերի տոկունության վկայություն հրեշավոր միջամտության դեմ։ Նրանք ժամանեցին հիվանդանոց, որտեղ սպասում էր մանկաբարձական շտապօգնության թիմը։ Բժիշկ Լաամը համառոտ բացատրեց իրավիճակը հերթապահ բժիշկ Ելենա Վասկեսին, բարձր ռիսկային հղիությունների մասնագետին։ 2 շաբաթական յուգրով եւ պտղի առիթմիայով ամփոփեց նա, երբ նրանք տանում էին Լյուսիային զննման սենյակ։ Նաեւ պոտենցիալ վնասված կանգումից, թեև նա վայրեջք է կատարել փչովի անվտանգության բարձիկի վրա։ Բժիշկ Վասկեսը գլխով արեց. «Մենք կշարունակենք այստեղից»։ Բժիշկ Լաամ, շնորհակալություն այս գիշեր ձեր արագ գործողությունների համար։ Մինչ բժշկական թիմը սկսում էր իր աշխատանքը, բժիշկ Լաամը միացավ Դանիելային սպասասրահում։ Դետեկտիվ Մորալեսը ժամանեց կարճ ժամանակ անց, ուղեկցությամբ մեկ այլ սպայի եւ մի կնոջ, ով ներկայացավ որպես Ռեբեկա Միլլեր երեխաների պաշտպանության ծառայությունից։ «Մենք պետք է հասկանանք, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել այս գիշեր», սկսեց դետեկտիվ Մորալեսը։ Բժիշկ Լաամ, խնդրում եմ սկսեք սկզբից։ Բժիշկ Լաամը պատմեց երեկոյի իրադարձությունները։ Սկսած Լյուսիայի այցից իր կլինիկա մինչև իր աճող մտահոգությունները եւ վերջապես ճշմարտության բացահայտումը լուսանկարների միջոցով։ Մարկոն պնդում էր, որ երեխայի հայրը ընկերն է, բացատրեց նա։ Բայց Լյուսիայի մեկնաբանությունը կլինիկայում այն մասին, որ երեխան հարվածում է, երբ լսում է նրա ձայնը, հիմա սարսափելի նոր իմաստ է ստանում։ Դետեկտիվ Մորալեսը մռայլ գլխով արեց։ «Մենք գտանք թաքնված սենյակ նկուղում, ճիշտ այնպես, ինչպես կասկածում էիք Լյուսիայի ասածից։ Թվում է այնտեղ է տեղի ունեցել բռնության մեծ մասը։ Կային տեսախցիկներ, ձայնագրող սարքավորումներ եւ այլ իրեր»։ Դանիելան փակեց բերանը, զսպելով հեկեկոցը։ Նրա ննջասենյակում կային Լյուսիայի հարյուրավոր լուսանկարներ, շարունակեց դետեկտիվը, որոշները թվագրված են մի քանի տարի առաջ։ Սա շարունակվել է երկար ժամանակ։ Ինչպես կարող էր սա պատահել, հարցրեց Դանիելան, ձայնը կոտրվելով։ Ինչպես կարող էր ոչ ոք չնկատել։ Մարկոյի նման գիշատիչները հմուտ են մեկուսացման եւ մանիպուլյացիայի մեջ, բացատրեց տիկին Միլլերը CS-ից։ Նրանք աստիճանաբար խզում են զոհի կապերը աջակցության համակարգերի, ընկերների, ընտանիքի, նույնիսկ դպրոցի հետ։ Մենք ավելի պարզ պատկեր կունենանք, երբ Լյուսիան ի վիճակի լինի տալ իր ցուցմունքը։ Դետեկտիվ Մորալեսը դարձավ դեպի Դանիելան։ Տիկին Ռիվերա, մենք պետք է հասկանանք, թե ինչպես է Մարկոն ստացել Լյուսիայի խնամակալությունը։ Դա կարող է օգնել մեզ ավելի ուժեղ գործ կառուցել նրա դեմ։ Դանիելան սրբեց աչքերը, դեմքի արտահայտությունը ցավալի էր։ Ես հպարտ չեմ նրանով ինչ պատահել է։ 10 տարի առաջ Մարկոյի եւ իմ ամուսնալուծությունից հետո ես միայնակ մայր էի, աշխատում էի գիշերները խաղատանը։ Մենք ֆինանսապես դժվարանում էինք։ Նա անգստացնող շունչ քաշեց շարունակելուց առաջ։ Ես սկսեցի հաճախել ընդհատակյա պոկերի խաղերի, մտածելով, որ կարող եմ ձգել աշխատավարձս եւ Լյուսիային ավելի լավ կյանք տալ, բայց դա արագորեն վերածվեց կախվածության։ Մի գիշեր տունը խուզարկվեց, եւ այդ ժամանակ ոստիկանությունը պարզեց, որ ես թողել եմ Լյուսիային, այն ժամանակ ընդամենը 7 տարեկան, տանը մենակ։ Արցունքները հոսում էին նրա դեմքով։ Մարկոն օգտագործեց առիթը։ Նա իրեն ներկայացրեց որպես կայուն, պատասխանատու ծնող։ Դատարանը նրան տվեց խնամակալությունը եւ ինձ թույլատրվեց միայն վերահսկվող այցելություններ։ Հետո նա տեղափոխվեց Սանտա Ռոզա եւ ստացավ արգելանքի հրաման, պնդելով, որ ես անկայուն եմ եւ վատ ազդեցություն եմ Լյուսիայի վրա։ Նա համակարգված մեկուսացրեց նրան։ Տիկին Միլլերը գլխով արեց։ Դա տարածված մարտավարություն է։ Ես անցկացրել եմ վերջին 3 տարիները վերակառուցելով կյանքս եւ տեղափոխվելով այս թավամաս, ասաց Դանիելան։ Ես հիմա ունեմ կայուն աշխատանք եւ բնակարան,
երկրորդ ննջասենյակով, որը պատրաստ է Լյուսիայի համար։ Ես խնայում էի ամեն կոպեկ, որ կարողանայի կրկին պայքարել խնամակալության համար, բայց Մարկոն փակում էր իմ կողմից նրան հասնելու յուրաքանչյուր փորձ։ Բժիշկ Վասկեսը դուրս եկավ զննման սենյակից, նախքան որևէ մեկը կպատասխաներ։ Բոլորը սպասողական շրջվեցին դեպի նրան։ Լյուսիան կայուն է, զեկուցեց նա։ Երեխայի սրտի աշխատանքը մնում է անկանոն, բայց մենք սկսել ենք դեղորայք տալ, որն օգնում է դրան։ Մենք նաև սկսել ենք ստերոիդների ներարկումներ, արագացնելու պտղի թոքերի հասունացումը, ինչը կարևոր է յուգրի դեպքերում։ Նա խիստ թերսնված է և ցույց է տալիս երկարատև սթրեսի և տրավմայի նշաններ, բայց ֆիզիկապես նա պետք է վերականգնվի։ Իսկ երեխան, հարցրեց Դանիելան։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, ասաց բժիշկ Վասկեսը։ Հաջորդ 48 ժամը կրիտիկական կլինի։ Անկումը կարծես չի առաջացրել պլացենտայի շերտազատում, ինչը լավ նորություն է, բայց նախկինում գոյություն ունեցող պայմանները, աճի սահմանափակումը և սրտի անկանոնությունները մնում են մտահոգիչ։ Կարող ենք տեսնել նրան, հարցրեց բժիշկ Լամը։ Բժիշկ Վասկեսը գլխով արեց։ Նա հարցնում է մորը։ Եվ ձեզ նույնպես, բժիշկ Լամ։ Նա ասում է, որ դուք փրկել եք իր կյանքը։ Հիվանդանոցի սենյակը աղոտ լուսավորված էր։ Մոնիտորների անընդհատ ազդանշանը ստեղծում էր ռիթմիկ ֆոն։ Լյուսիան պառկած էր, հենված բարձերին, կաթիլայինը ձեռքին և պտղի մոնիտորները ամրացված նրա ուռած որովայնին։ Չնայած այն ամենին, ինչ նա կրել էր, հիմա նրա մեջ ինչ-որ տարբեր բան կար, կայծ աչքերում, որը նախկինում չկար։ Նրա գաղտնիքի ծանրությունը վերացել էր։ Դանիելան մոտեցավ դստեր մահճակալին, քայլերը անվստահ, կարծես վախենալով, որ Լյուսիան կարող է անհետանալ։ Լյուսիա, շշնջաց նա մեղմորեն, վերցնելով դստեր ձեռքը։ Իմ քաջ, գեղեցիկ աղջիկ։ Լյուսիայի աչքերը լցվեցին արցունքներով։ Ասաց նա, ձայնը ավելի ուժեղ, քան ավելի վաղ էր։ Դու հետ եկար ինձ համար։ Ես երբեք չեմ դադարել փորձել հետ գալ, վստահեցրեց նրան Դանիելան, զգուշորեն նստելով մահճակալի եզրին։ Քո հայրը, նա դա անհնար դարձրեց, բայց դա վերջացած է հիմա։ Նա այլևս երբեք քեզ չի կարող վնասել։ Բժիշկ Լամը հարգանքով կանգնած էր մահճակալի ոտքերի մոտ, մորն ու դստերը տալով տարածք իրենց վերամիավորման համար։ Դետեկտիվ Մորալեսը և տիկին Միլլերը GPS-ից սպասում էին դռան մոտ, հասկանալով պահի նրբությունը։ Մի քանի րոպե անց Լյուսիան նայեց բժիշկ Լամին։ Շնորհակալություն, ասաց նա պարզապես, ինձ հավատալու համար, մեզ օգնելու համար։ Դու ես քաջը Լյուսիա, պատասխանեց բժիշկ Լամը։ Դու գտար քաջություն օգնության ձեռք մեկնելու, և դա փրկեց քեզ և քո երեխային։ Դետեկտիվ Մորալեսը առաջ եկավ։ Լյուսիա, գիտեմ, որ սա դժվար է, բայց մենք պետք է քեզ որոշ հարցեր տանք, օգնելու գործ կառուցել հորդ դեմ։ Դա հարմար կլինի։ Լյուսիան նայեց մորը, ով սեղմեց նրա ձեռքը հանգստացնելով։ Դա քո ընտրությունն է, սիրելիս։ Ինչ էր որ որոշես, ես այստեղ եմ քո կողքին։ Լյուսիան դանդաղ գլխով արեց։ Ես ուզում եմ ասել ճշմարտությունը, ամբողջը։ Նիշտապիր, ասաց տիկին Միլլերը մեղմորեն։ Եվ եթե ցանկացած պահի կանգ առնելու կարիք ունենաս, պարզապես ասա։ Լյուսիան խորը շունչ քաշեց և սկսեց խոսել, ձայնը ուժ հավաքելով շարունակելիս։ Երբեք էլ ընկեր չի եղել, հաստատեց նա այն, ինչ նրանք արդեն կասկածում էին։ Նա նաև իմ երեխայի հայրն է։ Նա նկարագրեց, թե ինչպես էր Մարկոն սկսել բռնություն գործադրել իր նկատմամբ լիակատար խնամակալություն ստանալուց կարճ ժամանակ անց։ Ինչպես էր նա համակարգված մեկուսացրել նրան արտաքին աշխարհից։ Նա ինձ հանեց դպրոցից ասելով, որ տանն է ուսուցանելու, բայց երբեք իսկական դասեր չկային։ Միայն այնքան, որ կարողանայի պատասխանել պարզ հարցերի, եթե ինչ-որ մեկը հարցներ։ Բռնությունը սրվել էր տարիների ընթացքում։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը գալիս էր տուն, նա ինձ փակում էր նկուղում։ Այնտեղ թաքնված սենյակ կա, որը նա է կառուցել։ Այդտեղ է տեղի ունեցել դրա մեծ մասը։ Բժիշկ Լամը մտածեց այն ապացույցների մասին, որոնք ոստիկանությունը գտել էր այդ նկուղային սենյակում, և սրտխառնոցի ալիք զգաց։ Երբ ես հրյացա, շարունակեց Լյուսիան, նա սկզբում բարկացած էր։ Նա խոսում էր ինձ ստիպելու մասին, աբորտ անել, բայց հետո նա փոխեց մտադրությունը։ Նա դարձավ պաշտպանողական երեխայի նկատմամբ։ Նա ասում էր, որ դա մերն է։ Նա դողաց հիշողությունից։ Երեխան սկսեց հարվածել մի քանի ամիս առաջ։ Ես նկատեցի, որ նա հարվածում էր ամեն անգամ, երբ լսում էր նրա ձայնը։ Դա ինձ զզվանք էր պատճառում։ Ես ատում էի, որ նա արձագանքում էր նրան։ Լյուսիան պաշտպանողական ձեռքը դրեց փորին։ Բայց դա նրա մեղքը չէ։
Նա անմեղ է այս ամենում։ Իհարկե նա անմեղ է, վստահեցրեց նրան Դանիելան։ Ես սկսեցի ինձ շատ վատ զգալ մոտ 2 շաբաթ առաջ, բացատրեց Լյուսիան։ Ստամոքսի ուժեղ ցավեր եւ գլխապտույտ։ Սկզբում նա անտեսում էր դա, բայց երբ ես հազիվ էի անկողնուց վեր կենում, նա վերջապես որոշեց ինձ տանել բժշկի։ Այդ ժամանակ մենք գնացինք բժիշկ Լաամի կլինիկա։ Դետեկտիվ Մորալեսը գլխով արեց, նշումներ անելով։ Լուսանկարները, որոնք տվեցիր բժիշկ Լաամին, ինչպես հաջողացիր վերցնել դրանք։ Նա անընդհատ նկարում էր, ասաց նա ցածրաձայն։ Նա պահում էր դրանք տուփի մեջ, իր պահարանում։ Ես թաքուն վերցրեցի մի քանիսը, երբ նա ցնցուղ էր ընդունում այս երեկո, նախքան կլինիկա գնալը, իմանալով, որ նա դուրս է գալու տնից մեզ այնտեղ տանելու համար։ Շատ երկար ժամանակ էր, ինչ նա թույլ չէր տվել ինձ դուրս գալ։ Ես չգիտեի ինչ անել նկարների հետ, ում վստահել, բայց երբ բժիշկ Լաամը եկավ մեր տուն, մտածեցի, որ գուցե նա կարող է օգնել։ Դու ճիշտ այնպես արեցիր, ինչպես պետք էր, վստահեցրեց նրան բժիշկ Լաամը։ Բժիշկ Վասկեսը վերադարձավ, ստուգելու Լյուսիային եւ գնահատելու պտղի մոնիտորինգի ժապավենները։ Դե որ այքը կարծես օգնում է սրտի անկանոնությունների հարցում, զեկուցեց նա։ Եվ քո կենսական տվյալները կայունանում են, Լյուսիա։ Դա հիանալի նորություն է։ Ինչ է լինելու հիմա, հարցրեց Լյուսիան, նայելով սենյակում գտնվող մեծահասակներին։ Տիկին Միլլերը առաջ եկավ։ Դու կմնաս հիվանդանոցում մինչև բժշկական տեսանկյունից թույլատրվի դուրս գրվել։ Դրանից հետո մենք պետք է որոշենք քո եւ երեխայի համար լավագույն կենսապայմանները։ Նա գալիս է ինձ հետ տուն, հաստատակամորեն ասաց Դանիելան։ Ես պատրաստվել եմ սրան տարիներ շարունակ։ Ես ունեմ սենյակ նրա համար, խնայողություններ նրա խնամքի համար, ամեն ինչ։ Տիկին Միլլերը գլխով արեց։ Հաշվի առնելով հանգամանքները, դա թվում է ամենահարմար տեղաբաշխումը։ Մենք պետք է կատարենք տան գնահատում, բայց քանի դեռ ամեն ինչ կարգին է, ես խնդիրներ չեմ տեսնում, որ Լյուսիան հանձնվի ձեր խնամքին։ Իսկ հայրս, հարցրեց Լյուսիան տատանվելով։ Նա կալանքի տակ է, վստահեցրեց նրան դետեկտիվ Մորալեսը։ Հաշվի առնելով մեր հավաքած ապացույցները, լուսանկարները, թաքնված սենյակը, քո ցուցմունքը, նա կբախվի բազմաթիվ քրեական մեղադրանքների, երեխայի նկատմամբ բռնություն, սեռական ոտնձգություն, ինցեստ, երեխային վտանգի ենթարկել եւ այլն։ Նա դուրս չի գա բանտից շատ երկար ժամանակ։ Լյուսիան գլխով արեց, զգացմունքների խառնուրդ դեմքին, թեթևացում, տխրություն եւ ինչ որ բան, որը նման էր եզրափակման։ Իսկ երեխան, հարցրեց նա, շրջվելով դեպի բժիշկ Վասկեսը։ Նա լավ կլինի։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, խոստացավ բժիշկ Վասկեսը։ Հաջորդ մի քանի շաբաթները վճռորոշ կլինեն։ Մենք կշարունակենք ստերոիդների ներարկումները, օգնելու նրա թոքերի զարգացմանը։ Ուշադիր կհետևենք սրտին եւ կկենտրոնանանք քո սնուցման բարելավման վրա, նրան հնարավոր լավագույն շանսը տալու համար։ Ես ուզում եմ պահել նրան, ասաց Լյուսիան ցածրաձայն, զարմացնելով սենյակում բոլորին։ Գիտեմ, որ երիտասարդ եմ, բայց նա պատասխանատու չէ նրա համար, թե ինչպես է լույս աշխարհ եկել։ Ես չեմ ուզում, որ նա տարապի նրա արածի պատճառով։ Դանիելան սեղմեց դստեր ձեռքը։ Մենք նրան կմեծացնենք միասին, խոստացավ նա։ Դու, ես եւ քո դուստրը։ Նա միշտ սիրված եւ պաշտպանված կլինի։ Քանի որ գիշերը խորանում էր, դետեկտիվ Մորալեսը եւ տիկին Միլլերը հեռացան, խոստանալով վերադառնալ հաջորդ օրը։ Բժիշկ Վասկեսը ավարտեց իր զննումը եւ գնաց ստուգելու այլ պացիենտների։ Դանիելան տեղավորվեց Լյուսիայի մահճակալի կողքի աթոռին, չցանկանալով հեռանալ դստեր կողքից նույնիսկ 1 րոպեով։ Բժիշկ Լաամը նույնպես պատրաստվեց հեռանալ։ Նրա մասնագիտական պարտականությունները կատարված էին, բայց սիրտը դեռ ծանր էր այն ամենի ծանրությունից, ինչին ականատես էր եղել։ Բժիշկ Լաամ կանչեց Լյուսիան, երբ նա հասավ դռանը։ Շնորհակալություն ասելու համար, տեսնելու համար, որ ինչ որ բան այն չէ։ Նա շրջվեց դեպի աղջիկը, ապշած նրա երիտասարդ դեմքի տոկունությունից։ Ես պարզապես ուրախ եմ, որ կարողացա օգնել։ Դուք ավելին արեցիք, քան օգնելը, ասաց Դանիելան։ Դուք փրկեցիք նրանց երկուսին էլ, երբ բոլոր մյուսները հայացքները թեքում էին։ Երբ բժիշկ Լաամը վարում էր տուն առավոտյան վաղ ժամերին, Սանտա Ռոզայի փողոցները խաղաղ եւ դատարկ էին, նա խորհում էր գիշերվա իրադարձությունների մասին։ Նրա որոշումը հետևել իր բնազդներին, անցնել մասնագիտական սահմանները, երբ երեխայի բարեկեցությունը վտանգված էր, ամեն ինչ փոխեց։ Թաղամասը լուր էր, երբ նա վերադարձավ։ Հալկոնների տունը, որն այժմ հանցագործության վայր էր, նշված էր դեղին ոստիկանական ժապավենով։ Հարևանները կարթնանային փոխված փողոցում։
Մի համայնք, որը ստիպված էր հաշվի նստել այն սարսափի հետ, որը գոյություն ուներ իրենց մեջ, տարիներ շարունակ աննկատ։ Բժիշկ Լամը մտավ իր տուն, ուժասպառ, բայց խաղաղ, իր կատարած ընտրությունների հետ։ Բժշկական մասնագիտության մեջ պատվիրանը հստակ էր. նախ մի վնասիր։ Բայց երբեմն բարիք գործելը պահանջում էր ավելին, քան պարզապես վնասից խուսափելը։ Այն պահանջում էր գործողություն, քաջություն եւ պատրաստակամություն, տեսնելու այն, ինչ ուրիշները բաց էին թողնում։ Երբ նա վերջապես պառկեց հանգստանալու, բժիշկ Լամը մտածեց Լյուսիայի եւ նրա չծնված դստեր մասին։ Երկուսն էլ անասելի դաժանության զոհեր։ Երկուսն էլ այժմ նոր սկզբի հնարավորությամբ։ Նրանց ապաքինման ճանապարհը երկար եւ դժվարին էր լինելու, բայց նրանք այն մենակ չէին անցնելու։ Երբեմն մտորեց նա, երբ քունը վերջապես տիրեց նրան, ամենակարևոր ախտորոշումը նա է, որը դուրս է գալիս բժշկական ախտանիշներից։ Այն, որը ճանաչում է մարդկային տառապանքը մակերեսի տակ, օգնության լուրջ ճիչերը, որոնք գալիս են թեքված հայացքների, առեղծվածային խոսքերի եւ հուսահատ վստահության քաջ արարքների տեսքով։ Ի վերջո, միայն բժշկական գիտելիքը չէր, որ փրկեց կյանքեր։ Դա կարեկցանքն էր, ուշադրությունը եւ գործելու քաջությունը, երբ ուրիշները երես էին թեքում։